Քանակ ազգային ժողովի պատգամավոր Հայ ազգային կոնգրես ֆրակցիայի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյան Բոլոր Լևոնները լավ մարդ են, գիտեք, չէ՞։ Ես Բարսեղան Լևոնի ելույթից հետո ես առավել ևս համոզվեցի դրա մեջ։ Իսկ հիմա սիրելի ժողովուրդ, ընդամենը ցանկանում եմ պատասխանել մի հարցի։ Ինչ է այսօր կատարվում Հայաստանում։ Այսօր Հայաստանում ոչ մի անսովոր կամ տարօրինակ բան չի կատարվում։ Ընդամենը, ինչպես և շատ ուրիշ երկրներում, Հայաստանի այսօրվա բռնապետը որոշել է երկարացնել իր իշխանությունը։ Իհարկե, ինքը չարիք է դարձել այս երկրի համար, և ես չեմ ցանկանում խորանալ այս թեմայի մեջ, որովհետև նախկին հռետորները ինձնից էլ ավելի լավ ներկայացրեցին այն թշվառ վիճակը, որում հայտնվել է Հայաստանը։ Բայց այս մարդը դառնալով չարիք Հայաստանի համար որոշել է, որ սահմանադրությամբ իրեն տրված ժամկետը քիչ է։ Եվ որոշում է ընդունել, ես չեմ գնալու, ես շարունակելու եմ իշխել Հայաստանի վրա։ Սա է կատարվում Հայաստանում և նման բաներ շատ երկրներում եղել են արդեն։ Եվ ես այսօր ցանկանում եմ բերել ձեզ մի երկրի օրինակը, մի երկրի փորձը, որը շատ ուսանելի կլինի մեր երկրի համար։ Խոսքը գնում է Չիլիի մասին։ Ձեզանից շատերը կհիշեն, որ ժամանակին այնտեղ ժողովրդավարական իշխանության դեմ հեղաշրջում կատարելով իշխանության եկավ մի բռնապետ Աուգուստո Պինոչետը, որը իդեպ, եթե համեմատենք Սերժ Սարգսյանի հետ, շատ ավելի դաժան էր, շատ ավելի արյունոտ բռնապետություն էր հաստատել։ Այստեղ Լևոն Բարսեղյանը շատ ճիշտ հիշեցրեց մարտի 1-ի դեպքերը, բայց եկեք հիշենք, որ Պինոչետը 4000 մարդ էր գնդակարել, 30,000 մարդ երկրից արտագաղթել էին ուղղակի քաղաքական հետապնդումների հետևանքով, ամենաարյունոտ բռնապետություններից մեկն էր։ Բայց ինչ արեց Չիլիի ժողովուրդը։ Անգամ այդ դժվարին պայմաններում, այդ դժվարին ճնշումների պայմաններում, երբ որ Պինոչետը հայտարարեց, որ անցկացնելու է սահմանադրական փոփոխություն, որի միակ արդյունքը պետք է լիներ այն, որ Պինոչետը ստանալու էր ևս 8 տարի իշխելու հնարավորություն, Չիլիի ժողովուրդը ընդունեց այդ մարտահրավերը, որովհետև Չիլիի ժողովուրդը հասկացավ, որ ոչ թե դրված է սահմանադրական փոփոխության հարց, ոչ թե դրված է հարց, թե ընդունում ենք այս մի սահմանադրության տեքստը, թե մեկ այլ սահմանադրության տեքստ։ Ոչ, ժողովուրդը հասկացավ, որ դրված է ընդամենը մեկ հարց, արդյոք շարունակելու է Չիլիում լինել բռնապետությունը։ Եվ ընդունեցին այդ մարտահրավերը, և մտան այդ հանրաքվեի գործընթացի մեջ, լծվեցին այդ քարոզարշավին, նրանց ընդդիմությունն էլ էր պառակտված, բայց հետո միավորվեց ոչի շուրջ։ Ընտրվեցին պայքարի ըստ էության սահմանադրությամբ թույլատրված բոլոր մեթոդները։ Իդեպ, ես ուզում եմ ասել, որ ոչի ճակատի մեջ միավորված ընդդիմադիր ուժերը ամեն մեկը իր մոտեցումով ոչ թե հակասության մեջ է մտնում մեկ քաղաքական ուժի
կամ որևէ քաղաքական նախաձեռնության առաջարկված այլ մեթոդների հետ։ Ոչ, իրականում ամեն մեկս իր ստրատեգիական տեսողությամբ, իր առաջարկված ծրագրով մենք կանենք այն ամենը, ինչ որ թույլ կտա մեզ սահմանադրությունը եւ քաղաքական իրավիճակը։ Բոլորս մեր նախաձեռնություններով հարստացնելու ենք այս շարժման ընթացքը։ Սա է պայքարի արդյունավետ ձևը։ Եվ սա է նշանակում վերածել սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի։ Պատրաստ եք։ Եթե պատրաստ եք, ուրեմն բոլորս ձեռքի տալով, օգտագործելով բոլոր քաղաքական ուժերի, բոլոր քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների ամբողջ ռեսուրսը առանց հակասության մեջ մտնելով իրար դեմ վերցնենք ոչի դրոշը, գնանք առաջ եւ Հայաստանում հաստատենք ժողովրդավարություն։ Եվ ուրեմն, եթե հասկացաք ինչ է նշանակում այս հանրաքվեն, ինձ հետ միասին խնդրում եմ ասեք ձեր վճռական ոճը այս բռնապետությանը։ Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանին ոչ։ Երկրում ընթացող թալանին ոչ։ Արտագաղթին ոչ։ Օլիգարխներին ոչ։ Ընտրակեղծարարությանը ոչ։ Մենաշնորհներին ոչ։ Եվ կեցե ազատ ժողովրդավարական Հայաստանը, որը մենք ձեզ հետ միասին կստեղծենք ոչի միասնական ճակատով։ Շնորհակալություն։